Այսօր մայրենի լեզվի օրն է, ամսաթիվ, որը սահմանվել է 1978 թվականի իրադարձությունները նշելու համար։ 48 տարի առաջ բողոքով ելույթը պահպանեց վրացերեն լեզվի կարգավիճակը որպես պետական լեզու։ Ամեն ինչ սկսվեց 1978 թվականի մարտի 24-ին, երբ կոմունիստ թերթում հրապարակվեց Վրաստանի Սոցիալիստական Հանրապետության Սահմանադրության նոր հրատարակությունը։ Ըստ նոր նորմի, խորհրդային Վրաստանի պետական լեզուն վրացերենի փոխարեն պետք է լիներ ռուսերենը։ Լեզուն պաշտպանելու համար փողոց առաջինը դուրս եկան Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական մասնաճյուղի ուսանողները։ Բողոքի լիցքը շուտով տարածվեց ամբողջ քաղաքով։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացնում կառավարության շենքի մոտ։ Պայքարը արդյունք տվեց, Կրեմլը փոխեց որոշումը։ Հենց 48 տարի առաջ այս օրը Էդուարդ Շևարդնաձեն Գերագույն խորհրդի դահլիճում հայտարարեց, որ վրացերեն լեզուն կպահպանի պետական լեզվի կարգավիճակը։ Մայրենի լեզվի օրը Վրաստանում նշվում է 1990 թվականից։ Վրաստանի վարչապետը շնորհավորում է բնակչությանը մայրենի լեզվի օրվա կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն հայտարարության մեջ հիշում է 1978 թվականի իրադարձությունները եւ զրուցում դրանց նշանակության մասին։ Սա աննախադեպ իրադարձություն էր։ Վրաց ժողովուրդը աշխարհին ցույց տվեց, որ երբեք չի զիջի ազգային արժանապատվությունը։ Այն ժամանակ լեզվի պաշտպանությունը նշանակում էր անկախ պետության գաղափարի փրկություն։ Հենց դրա համար պատմական հաղթանակը հզոր խթան տվեց ազգային ազատագրական շարժմանը։ Մեր պարտականությունը մայրենի լեզվի նկատմամբ հավերժական է։ Ժամանակակից աշխարհում ազգային ինքնության պաշտպանությունը կրկին մեծ ջանքեր է պահանջում։ Մեր պարտքն է անշեղորեն հոգ տանել մեր ամենակենդանի ազգային գանձի մասին, գրում է Իրակլի Կոբախիձեն։ Պայծառ շաբաթվա երեքշաբթի օրը Իբերիայի աստվածամոր սրբապատկերի տոնն է։ Այսօրվա առթիվ պատրիարքական գահի տեղապահը Սենակի եւ Չխորոցկուի մետրոպոլիտ Շիոն հոգևորականների հետ միասին մատուցել է տոնական պատարագ Մախաթայի Իբերիայի ամենասուրբ աստվածամոր սրբապատկերի անունը կրող տաճարում։ Իսկ պատարագի ավարտից հետո Տեր Շիոն քարոզով դիմել է ծխականներին եւ խոսել օրվա ու սրբապատկերի նշանակության մասին։ Իբերիայի աստվածամոր սրբապատկերի պատճեններ պահվում են բոլոր ուղղափառ երկրներում։ Այդպիսի պատճեն Վրաստանի համար ստեղծել են Աթոսի լեռան վրա սուրբ վանականները ամենայն կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի աղոթքով եւ օրհնությամբ, եւ այն այժմ պահպանվում է Սիոնի մայր տաճարում։ Եվրոպական խորհրդարանը եւ Եվրոպայի խորհուրդը Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծին շնորհել են երկկողմանի հետաքրքրության նախագծի կարգավիճակ։ Նշված կարգավիճակով նախագիծը հայտնվում է Եվրամիության էներգետիկ օրենսդրության ներքո, ինչը նշանակում է, որ ուսումնասիրության եւ շինարարության թույլտվությունները ստանալու գործընթացը կհեշտացնի։ Միաժամանակ երկկողմանի հետաքրքրության նախագծի կարգավիճակը կարևոր հեղինակային առավելություն է բիզնես եւ ներդրումային մոդելի ձևավորման համար։ Եվրոպական օրենսդրության համաձայն նման նախագծերը կունենան ակտիվ իրավական, ֆինանսական եւ վարչական աջակցություն Եվրամիության կողմից։ Նախագիծը նախատեսում է թվային եւ բարձր լարման ստորջրյա փոխանցման ցանցի կառուցում, որը պետք է միացնի Վրաստանի եւ Եվրոպայի էլեկտրաէներգետիկ համակարգերը։ Նախագծի շրջանակներում կկառուցվի մոտ 1155 կիլոմետր երկարությամբ եւ 1300 մեգավատ հզորությամբ ստորջրյա մալուխ։ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 5 միլիարդ 862 միլիոն դոլար։ Դրանից արտահանումը եղել է 1 միլիարդ 724 միլիոն դոլար, ինչը 23.3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Ներմուծումը նվազել է 7.2%-ով, հասնելով 4 միլիարդ 138 միլիոն դոլարի, իսկ բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է արտաքին առևտրի շրջանառության 41.2%-ը։ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդը Վրաստանի վերաբերյալ առաջին մեկնաբանությունն է անում։ Ռուսթավի 2 հեռուստաընկերության հարցին, թե ինչպես կզարգանան հարաբերությունները երկու երկրների միջև, Պետեր Մադիարը պատասխանել է, որ կշարունակի լավ հարաբերությունները Վրաստանի հետ։ Նա նաև ցանկություն է հայտնել այցելել Թբիլիսի։ Ինչպես կզարգանան վրաց-հունգարական հարաբերությունները, հարցը գնահատում են քաղաքական սպեկտրում։ Չինաստանի նախագահը ներկայացրել է Մերձավոր Արևելքում խաղաղության եւ կայունության համար քառակետ առաջարկ։ Այս մասին տեղեկությունը տարածում են չինական լրատվամիջոցները։ Սի Ցզինփինը քառակետ առաջարկի մասին հայտնել է Պեկինում Աբու Դաբիի ժառանգորդ արքայազնի հետ հանդիպման ժամանակ։ Չինաստանի պետական լրատվական գործակալության տվյալներով կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի իրավիճակը։ Ինչպես նշել է Սի Ցզինփինը, Չինաստանը կառուցողական դեր կկատարի տարածաշրջանում խաղաղ բանակցությունների խթանման գործում։ Քառակետ առաջարկ
առաջարկում Սի Ցինփինը կոչ է արել պահպանել խաղաղ համակեցության սկզբունքը եւ նպաստել Մերձավոր Արևելքում ու Պարսից ծոցի տարածաշրջանում ընդհանուր համապարփակ եւ կայուն անվտանգության համակարգի ձևավորմանը։ Նաեւ պետությունների ինքնիշխանության պաշտպանությունը, այդ թվում անձնակազմի, օբյեկտների եւ հաստատությունների անվտանգության ապահովումը։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ մեկ այլ կետ վերաբերում է միջազգային իրավունքի հարգմանը, որը չպետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է։ Սի Ցինփինի խոսքով բոլոր երկրները պետք է միավորեն զարգացումն ու անվտանգությունը եւ ստեղծեն բարենպաստ միջավայր ու դրական ներդրում ունենան Պարսից ծոցի երկրների զարգացման մեջ։ Թուրքիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն 16 մարդ է վիրավորվել, իսկ հարձակվողը կյանքն ավարտել է ինքնասպանությամբ։ CNN-ի տեղեկությամբ դպրոցական հաստատությունում կրակն առանց հասցե բացել է նույն դպրոցի նախկին աշակերտը։ Դեպքը տեղի է ունեցել Շանլըուրֆայի նահանգի Սիվերեքի շրջանում գտնվող միջնակարգ դպրոցներից մեկում։ Տարածված տեղեկություններով զինված անձը կրակոցներից հետո սկզբում փորձել է թաքնվել դպրոցի շենքում, ապա հրաժարվել է հանձնվել եւ նույն զենքով ինքնասպան է եղել։ Շանլըուրֆայի նահանգի նահանգապետի հայտարարությամբ վիրավորների թվում են 10 աշակերտ, 4 ուսուցիչ, ճաշարանի աշխատակիցը եւ 1 ոստիկան։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, ուսուցիչներից մեկի վիճակը ծանր է, հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։ Տարբեր ժամանակահատվածներում ձերբակալել են 11 անձի թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։ Ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Իրավապահները մեղադրյալների անձնական եւ բնակարանների խուզարկության, ինչպես նաեւ անցկացված քննչական փորձարարությունների ժամանակ նրանց մատնանշած վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում մեթադոն, ալֆա-PFP, մարիխուանա, կետամին եւ MDMA։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Պլաստիկի սպառման կրճատման նպատակով գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է անում կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ։ Նախարարությունում նշում են, որ 2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի հասարակական սննդի օբյեկտների կողմից մեկ անգամյա օգտագործման պլաստիկ սննդային տարաների եւ բաժակների միջոցով պատրաստի սննդի տրամադրումը սպառողներին։ Նաեւ կարգելվի հասարակական սննդի օբյեկտների կողմից խմիչքների մատուցումը պլաստիկ շշերով։ Իսկ պլաստիկ շշերով խմիչքների արտադրության, ներմուծման եւ շուկայում տեղադրման արգելքը հետաձգվել է մինչև 2031 թվականը։ Շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Դավիթ Սոնղուլաշվիլին Վերոնա քաղաքում այցելել է գինու եւ սպիրտային խմիչքների միջազգային Վինիտալի ցուցահանդեսի տաղավարները։ Միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 30 երկրներ եւ Իտալիայի գինեգործական բոլոր տարածաշրջանները։ Դավիթ Սոնղուլաշվիլին Վինիտալի ցուցահանդեսի շրջանակներում մասնակցել է նաեւ խաղողի եւ գինու մշակութային արժեքի ճանաչում միջազգային հեռանկարներ թեմայով կոնֆերանսին։ Նախարարը զրուցել է վրացական գինու որպես երկրի ինքնության մասի մշակութային արժեքների եւ միջազգային շուկաներում դրա նշանակության մասին։ Ցուցահանդեսի շրջանակներում Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է նաեւ խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ջոն Բարկերի հետ։ Հանդիպման ժամանակ նշել է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնում 2027 թվականին հյուրընկալել կազմակերպության կոնգրեսը։